ԱՄՆ-ում ձերբակալվել են հայկական հանցավոր խմբավորման 13 ենթադրյալ հանցագործներ, ովքեր ըստ իրավապահների զբաղվել են խարդախություններով և բռնություններով Կալիֆոռնիայից մինչև Ֆլորիդա։ Ձերբակալվածներից երկուսը Արա Արտունին և Ռոբերտ Ամիրյանը համարվում են քրեական հեղինակություններ, որոնց միջև տարածքային վեճը վերածվել է իրական հանցավոր պատերազմի, սպանության փորձով, առևանգումներով և սպառնալիքներով։ Հետաքննությամբ պարզվել է, որ Արտունու ղեկավարած հանցախումբը կատարել է մի շարք զեղծարարություններ առցանց տիրույթում, ինչպես նաև Ամազոնից հափշտակել է մոտավորապես 83 միլիոն դոլարի ապրանք, ձևանալով որպես բեռնափոխադրող ընկերություն։ Շարունակությունը քիչ անց մնացեք մեզ հետ, որպեսզի իմանաք, թե ինչ է սպասվում ենթադրյալ հանցախմբին ԱՄՆ դատարանում։ Թրամփը սպառնում է Եվրամիությանը 50% մաքսատուրքերով, հայտարարելով, որ բանակցությունները փակուղի են մտել։ iPhone-ը ԱՄՆ-ում չարտադրելու դեպքում Apple-ը կրկին միլիարդավոր դոլարի մաքսային վնաս կկրի։ Սան Դիեգոյում ինքնաթիռ ընկել է բնակելի թաղամասի վրա, տասնյակ ընտանիքներ տարհանվել են։ Եմեն պատրաստվում է ամերիկյան զենք գնել Ուկրաինային փոխանցելու նպատակով։ Նոր արհեստական բանականությունը փորձում է շանտաժի ենթարկել իր ինժեներին, չընդունելով անջատման հրամանը։ Տեխասը սահմանափակում է կանեփի վաճառքը, վտանգի տակ դնելով խոշոր բիզնեսը։ Այս շաբաթ Ամերիկայում հանգստյան օրերը երկար էին, երկուշաբթին պաշտոնապես ոչ աշխատանքային էր, հիշատակի օրով պայմանավորված։ Տասնյակ միլիոնավոր մարդիկ հարգանքի տուրք էին մատուցում զոհված զինվորներին, շիրմաքարերին ծաղիկներ դնելով ու լռությամբ հիշելով նրանց։ Իսկ թե ինչպես այս պարզ ավանդույթը ժամանակի ընթացքում դարձավ մի ամբողջ ազգի հիշողության ու հարգանքի խորհրդանիշ, կպատմենք թողարկման ընթացքում։ Բարև ձեզ, դուք դիտում եք Glendale Newsroom-ի հերթական թողարկումը, ես Լենա Կարապետյանն եմ ու մեր թիմի հետ ձեզ եմ ներկայացնում Ամերիկայում կատարվող քաղաքական ու հասարակական կարևոր նորությունները։ Եթե հետաքրքրված եք Ամերիկայում կատարվող իրադարձություններով, ապա բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին սեղմելով զանգակի կոճակը։ Շարունակենք հայ հանցախմբի ձերբակալման թեման, ըստ իրավապահների մյուս կողմում Ամիրյանի ղեկավարած հանցախումբն է, ով փորձել է Արտունու ղեկավարած հանցախմբի անդամներից մեկին առևանգել ու վնասել, այսպիսով փորձելով վերահսկել Լոս Անջելեսի քրեական միջավայրը։ Նրանց միջև հակամարտությունը արդեն հասել էր այն աստիճան, որ Կալիֆոռնիայի իրավապահները հատուկ գործողություններ են իրականացրել կանխելու նոր բռնության ալիքը։ Իրավապահները առևանգել են մոտ $100,000 կանխիկ գումար, 3 զրահապատ մեքենա և 14 հրաձգային զենք։ Եթե մեղադրանքները հաստատվեն, ձերբակալվածներին սպառնում է մինչև ցմահ ազատազրկում։ Թրամփը հայտարարել է, որ հուլիսի 9-ից պատրաստվում է 50% մաքսատուրք սահմանել Եվրամիությունից ներկրվող ապրանքների վրա։ Այս ամենի մասին նա գրել է իր սոցիալական ցանցում, ասելով, որ այն ապրանքները, որոնք արտադրվում են ԱՄՆ-ում, չեն մաքսազերծվի։ Թրամփը նշել է, որ բանակցությունները Եվրոպական միության հետ մտել են փակուղի և որ նրանց հետ քննարկումները ոչ մի բանի չեն հանգեցնի։ Նրա այս կոշտ դիրքորոշումը վկայում է նոր տնտեսական ճնշման գործիքների կիրառման փորձ, ամրապնդելու ամերիկյան արդյունաբերությունը և ստիպելու Եվրամիությանը զիջումների գնալ։ Եվրամիությունը սկսել է քննարկել, թե ինչ պատասխան քայլեր ձեռնարկել։ Հնարավոր է նաև ամերիկյան ապրանքների վրա մինչև $100 միլիարդ մաքսեր դնել։ Նույն օրը Թրամփը թիրախավորել է նաև Apple-ին, ասելով, որ եթե iPhone-ը այսուհետև արտադրվի ոչ թե Ամերիկայում, այլ արտասահմանում կամ ցանկացած այլ երկրում, ապա իրենք ևս պետք է մաքսատուրք վճարեն 25%-ի չափով։ Թրամփը ասել է, մեջբերեմ, ամերիկյան ապրանքները պետք է արտադրվեն հենց Ամերիկայում։ Շարունակելու ենք մեր տնտեսությունը դարձնել ավելի անկախ, վերադառնալով տեղական արտադրությանը և նվազեցնելով կախվածությունը այլ երկրներից, հատկապես Չինաստանից։ Մեջբերման ավարտը։ Ռոբոտները այս անգամ ռինգում են իրական մարտի կանոններով։ Այո, դուք ճիշտ լսեցիք։ Նրանք կարողացել են մենամարտել ինչպես իրական մարզիկները, կարողացել են հարվածել ոտքերով ու ձեռքերով, վեր կենալ ու պայքարը շարունակել։
Մարտի ընթացքում ռոբոտները գտնվել են օպերատորների վերահսկողության տակ, սակայն միաժամանակ գործել է նաև իրենց մոտ տեղադրված արհեստական բանականությունը, որը փորձել է սովորել հակառակորդի քայլերից ու հարմարվել դրանց։ Յուրաքանչյուր ռոբոտ ունեցել է մոտ 1,32 մետր բարձրություն և 35 կիլոգրամ քաշ։ Այս փորձը արդեն համարվում է ռոբոտամարտերի նոր դարաշրջանի սկիզբ։ Կազմակերպիչները հայտնում են, որ առաջիկայում կանցկացվեն նոր փուլեր ավելի հզոր ու լիաքարշ ռոբոտների մասնակցությամբ։ Սենատը դեմ է քվեարկել Կալիֆորնիայի մի ծրագիր, ըստ որի նախատեսվում էր 2035 թվականին դադարեցվի բենզինով աշխատող մեքենաների արտադրությունը։ Այսինքն Կալիֆորնիայում այսուհետև դուք կարող եք գնել մեքենա, որը աշխատում է բենզինով։ Հանրապետական սենատորները օգտագործել են հատուկ ընթացակարգ, որպեսզի չեղարկեն Բայդենի վարչակազմի այն որոշումը, որով Կալիֆորնիան կարող էր սահմանել իր անկախ բնապահպանական չափանիշները։ Սա լարվածություն է ստեղծել Թրամփի վարչակազմի և Կալիֆորնիայի դեմոկրատ նահանգապետերի միջև։ Հանրապետականները ասում են, որ նահանգի խիստ կանոնները վնասում են ամերիկյան ավտոարդյունաբերությանը։ Մեկնաբանություններում գրեք, թե դուք ինչ մեքենա եք նախընտրում՝ հիբրիդ, էլեկտրական, թե ավանդական բենզինով աշխատող։ Ամեն տարի մայիսի վերջին երկուշաբթին Ամերիկայում նշվում է որպես հիշատակի օր։ Մարդիկ ի հիշատակ զինծառայողների, ովքեր իրենց կյանքն են զոհել հանուն հայրենիքի, գնում են ու հարգանքի տուրք են մատուցում նրանց գերեզմաններին։ Այս օրը նաև խորհրդանշական նշանակություն ունի ամերիկացիների համար։ Սկզբում որպես սգո և հիշատակի օր ձևավորված, այս տոնը ժամանակի ընթացքում դարձել է նաև ամերիկացիների միասնականության ու պատմական հիշողությունների խորհրդանիշ։ Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո մարդիկ տարբեր քաղաքներում սկսեցին ծաղիկներ դնել զոհված զինվորների գերեզմաններին։ Այս պարզ ժեստից էլ սկսվեց այն, ինչ վերածվեց հիշատակի օրվա։ Առաջին հիշատակի օրը նշվել է 1868 թվականի մայիսի 30-ին հրամանատար Լոգանի նախաձեռնությամբ։ Սկզբում այն նվիրված էր հյուսիսային բանակի զոհերին, բայց հետո դարձավ բոլոր զոհված զինվորների հիշատակի օր։ Ի սկզբանե այս տոնը հայտնի էր որպես Decoration Day, քանի որ մարդիկ զարդարում էին զոհված զինվորների գերեզմանները ծաղիկներով և ամերիկյան դրոշներով։ Ժամանակի ընթացքում այս ավանդույթը տարածվեց ամբողջ երկրով մեկ։ 1873 թվականին Նյու Յորքը դարձավ առաջին նահանգը, որը պաշտոնապես ճանաչեց տոնը։ Տարիներ անց Կոնգրեսը որոշեց, որ հիշատակի օրը պետք է նշվի մայիսի վերջին երկուշաբթին ու այսպես նաև հանգստյան օրերը կերկարեն։ Ու հենց դրանից հետո տոնը անվանվեց Memorial Day։ Տարբեր քաղաքներում անցկացվում են շքերթներ և հատուկ արարողություններ զոհված զինվորների հիշատակին և ամեն տարի Վիրջինիայի Արլինգթոն ազգային գերեզմանատանը նախագահը կամ փոխնախագահը ծաղիկ են դնում անհայտ զինվորի շիրիմին՝ ի նշան հարգանքի։ Հիշատակի օրը նվիրված է միայն այն զինծառայողներին, ովքեր իրենց կյանքը զոհել են հանուն հայրենիքի։ Մարդիկ այցելում են նրանց շիրիմներին, լռությամբ հարգանքի տուրք են մատուցում, ծաղիկներ են խոնարհում։ Թեև այս օրը շատերը կապում են որպես ամռանսկզբի հետ, բայց այն լիովին այլ իմաստ ունի։ Իմաստն այն է, թե որքան կարևոր է հայրենիքը, որ անգամ մարդ կարող է կյանքը նվիրել։ Սան Դիեգոյում փոքր ինքնաթիռը ընկել է բնակելի թաղամասի վրա։ Ինքնաթիռում գտնվող մի քանի ուղևոր մահացել են։ Բնակիչների շրջանում լուրջ վնասվածքներ չեն գրանցվել։ Ավիավթարը տեղի է ունեցել Մերֆի քանյոնում, որը համարվում է աշխարհի խոշորագույն ռազմական բնակելի համալիրներից մեկը։ Տուժել է ավելի քան 10 տուն, տարհանվել է մոտ 100 մարդ։ Տարածքը փակվել է և մոտակա տարրական դպրոցում բացվել է ժամանակավոր ապաստարան։ Տեղի ոստիկանությունը հորդորում է բնակիչներին խուսափել այդ տարածք այցելելուց անվտանգության նկատառումներով։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը դատի է տվել Նյու Ջերսիի 4 քաղաքներին, մեղադրելով նրանց այն բանի համար, որ ապաստարանի քաղաքականությամբ խանգարում են դաշնային ներգաղթի ծառայության աշխատանքին։ Դաշնային դատախազությունը հայտարարել է, որ Նյու Ջերսիի իշխանությունները ապօրինաբար արգելել են տեղական ոստիկանների համագործակցությունը ներգաղթի ծառայությունների հետ, ինչը խանգարել է անօրինական ներգաղթյալների ձերբակալման և արտաքսմանը։ Դատական գործը սկսվել է այն բանից հետո, երբ մայիսի 9-ին Նյույորքի դեմոկրատ քաղաքապետը և մի քանի պաշտոնյաներ կազմակերպել էին բողոքի ակցիա ICE շենքի դիմաց։ Ակցիայի ժամանակ քաղաքապետը ձերբակալվել է։ Չիկագոյի արվարձաններում տեղի ունեցած հուժկու պայթյունը խուճապ է առաջացրել մարդկանց շրջանում։ Բեռնատարը կանգնած է եղել, երբ պայթել է, ինչի հետևանքով էլ հրդեհ է բռնկվել և կրակը տարածվել է հարակից տարածքներով։
Պայթյունի ալիքը այնքան ուժեղ է եղել, որ վնասել է առնվազն 3 տուն, իսկ մոտակա տների պատուհանները փշրվել են ուժեղ ձայնի եւ ճնշման հետևանքով։ Տեղի բնակիչները պատմել են, որ սկզբում լսել են սարսափելի աղմուկ, ապա տեսել կրակ ու ծուխ։ Շատերը ստիպված են եղել շտապ լքել իրենց տները։ Բարեբախտաբար ոչ ոք լուրջ վնասվածք չի ստացել։ Իշխանությունները պարզել են, որ բեռնատարը տեղափոխել է վտանգավոր նյութեր եւ այժմ պարզվում են արդյոք անվտանգության կանոնները պահպանվել են, թե ոչ։ ԱՄՆ-ում դաշնային գիտական ֆինանսավորումը կտրուկ կրճատվել է եւ հազարավոր գիտնականներ արդեն զրկվել են աշխատանքից ու գրանտներից։ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ դա արվում է անարդյունավետ ծախսերը կրճատելու նպատակով։ Նախատեսվում է կրճատել առողջապահության ազգային ինստիտուտի բյուջեն 40%-ով, իսկ գիտական հիմնադրամը 55%-ով։ Այս փոփոխությունները լուրջ հարված են հասցնում երիտասարդ հետազոտողներին եւ ամբողջ գիտական ոլորտին։ Տեխասում ընդունվել է օրենքի մի նախագիծ, որը արգելում է ոչ բժշկական նպատակներով տեգեկա կանեփի վաճառքը։ Տեգեկան կանեփի հիմնական բաղադրիչն է, որը ապահովում է նրա հոգեակտիվ ազդեցությունը։ Հենց այս նյութն է, որը պատասխանատու է զգացողությունների փոփոխության համար։ Այն երբեմն օգտագործվում է բժշկական նպատակներով, օրինակ ցավի կամ սրտխառնոցի դեմ, բայց մեծ քանակությամբ օգտագործելն արդեն վտանգավոր է։ Դրա համար էլ շատ նահանգներ սահմանափակում կամ արգելում են այդ նյութի ազատ վաճառքը։ Նոր արգելքը կարող է լուրջ վնաս հասցնել Տեխասի կանեփային արդյունաբերությանը, որն ապահովում է տարեկան $5 միլիարդ եկամուտ եւ մոտ 53,000 աշխատատեղ։ Գործարար խորհուրդը պատրաստվում է դատի տալ, առաջարկելով փոխարենը սահմանել տարիքային սահմանափակումներ եւ անվտանգ փաթեթավորում։ ԱՄՆ-ում վիզա ստանալը նոր կառավարության վարած քաղաքականության պատճառով բավականին դժվար է, բայց լավ պատրաստված լինելու դեպքում այն հնարավոր է։ Smart Assist-ի մասնագետները արդեն օգնել են հարյուրավոր ուսանողների, գործարարների եւ Հայաստանի քաղաքացիների ընտրելու վիզայի ճիշտ տեսակը, ստանալու հրավերներ ԱՄՆ-ից, կատարել անհրաժեշտ ամրագրումներ եւ նախապատրաստվել դեսպանատան հարցազրույցին։ Թիմը քայլ առ քայլ ուղղորդում է դիմորդներին, ապահովելով անհատական մոտեցում։ Պարզապես պետք է անցնել թողարկման տակ տեղադրված հղումով եւ Smart Assist-ի մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ։ ԱՄՆ-ում սկսվում է միջուկային էներգիայի զարգացման նոր փուլ։ Թրամփը մի շարք հրամաններ է ստորագրել, որոնք թույլատրում են արագացնել նոր ռեակտորի կառուցումը։ Սպիտակ տունը նախատեսում է նաև բարեփոխել միջուկային կարգավորվող հանձնաժողովը եւ խթանել ուրանի արդյունահանումն ու հարստացումը։ Ներքին գործերի նախարարը նշել է, որ միջուկային էներգիան կարող է ԱՄՆ-ին օգնել հաղթելու Չինաստանին տեխնոլոգիական մրցավազքում։ Այս պահին ԱՄՆ-ում գործում է 93 կոմերցիոն ռեակտորներ 28 նահանգներում։ Դրանց միջին տարիքը մոտ 42-ն է եւ ըստ փորձագետների ոլորտը լուրջ նորացման կարիք ունի։ Եվրամիությունը քննարկում է ամերիկյան սպառազինություն գնելու հարցը, հետագայում Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու համար, ու սա այն դեպքում, երբ Վաշինգտոնը որոշի, որ Կիևին այլևս ռազմական օգնություն չի ցուցաբերի։ Հիշեցնեմ, որ Բայդենի օրոք տրամադրված օգնության փաթեթն ավարտվել է այս ամառ, իսկ Եմեն ըստ աղբյուրների չունի բավարար ռազմամթերք այդ պակասը լրացնելու համար։ Եթե ԱՄՆ-ն հրաժարվի շարունակել օգնություն ցուցաբերել, ապա ԵՄ-ի նման որոշումը կարող է Թրամփին կանգնեցնել երկընտրանքի առջև, պահպանելու ամուր կապերը Եվրոպայի հետ սպառազինության խոշոր գործարքների միջոցով, թե նպաստել Ռուսաստանի հետ հարաբերությունների հաշտեցմանը օգնությունը կանգնեցնելով։ Թրամփը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ, որտեղ քննադատում է Պուտինին ու Զելենսկուն ու հայտարարում, որ պատերազմը շարունակելու ու Ուկրաինայում հրթիռակոծության մեջ մեղավոր են երկուսն էլ։ Անձնական սոցիալական էջում հրապարակված գրառման մեջ Թրամփը գրել է մեջբերեմ. «Ես միշտ ունեցել եմ շատ լավ հարաբերություններ Ռուսաստանի նախագահի հետ, բայց նրա հետ ինչ որ բան է պատահել։ Նա կարծես խելագարվել է, անիմաստ սպանում է մարդկանց»։ Մեջբերման ավարտը։ Թրամփը նաև նշել է, որ ռուսական հրթիռներն ու անօդաչուները հարվածում են ուկրաինական քաղաքներին առանց հստակ նպատակի։ Նա հավելել է, որ վաղուց զգուշացրել էր. «Պուտինը ցանկանում է ոչ թե Ուկրաինայի մի մասը, այլ ամբողջ երկիրը, եւ եթե իսկապես հասնի այդ նպատակին, դա կարող է հանգեցնել Ռուսաստանի կործանմանը»։ Թրամփը քննադատել է նաև Զելենսկուն, հայտարարելով մեջբերեմ. «Զելենսկին չի օգնում իր երկիրն իր արտահայտություններով, ամեն բան, ինչ նա ասում է, միայն խորացնում է խնդիրը։ Սա Զելենսկու, Պուտինի եւ Բայդենի պատերազմն է, ոչ թե իմը։ Ես պարզապես փորձում եմ մարել այն մեծ ու վտանգավոր հակամարտությունները, որոնք առաջացել են սխալ կառավարման հետևանքով»։ Մեջբերման ավարտը։
Արտահայտության նախարարությունը հայտարարել է, որ նախնական համաձայնության է հասել Boeing ընկերության հետ, թույլ տալով վերջինիս խուսափել քրեական պատասխանատվությունից ինքնաթիռի 2 վթարների գործով, որոնք խլել են 346 մարդու կյանք։ Այս որոշումը դժգոհություն է առաջացրել զոհերի ընտանիքների շրջանում, որոնք պահանջում էին քրեական հետապնդում։ Ըստ համաձայնության, Boeing-ը կվճարի ավելի քան 1.1 միլիարդ դոլար, այդ թվում 444.5 միլիոն զոհերի ընտանիքներին, 243.6 միլիոն որպես տուգանք եւ մոտ 455 միլիոն անվտանգության ու որակի բարելավման ծրագրերի իրականացման համար։ Սիրելի հետևորդներ, մինչև թողարկման մյուս կարևոր նորությունների մասին խոսելը, եկեք տեսնենք, թե ինչ է հրապարակված մեր Facebook-յան էջում։ Մոդեռնա պատվաստանյութը կարող է առաջացնել սրտամկանի եւ սրտապարկի բորբոքում երիտասարդ տղամարդկանց մոտ։ ԱՄՆ իշխանությունները պարտադրել են ընկերություններին զգուշացնող գրություն ավելացնել, հստակ նշելով այս ռիսկը։ Պարզվում է, Pfizer եւ Moderna պատվաստանյութը կարող է առաջացնել սրտամկանի եւ սրտապարկի բորբոքում երիտասարդ տղամարդկանց մոտ։ ԱՄՆ իշխանությունները պարտադրել են ընկերություններին զգուշացնող գրություն ավելացնել, հստակ նշելով այս ռիսկը։ Պարզվում է, Pfizer-ը դեռ 2022-ին արդեն տեղյակ էր այդ խնդրից, բայց որոշել էր չհրապարակել այդ տեղեկությունը։ ԱՄՆ-ում 18-ից 28 տարեկան երիտասարդները սկսում են ավելի շատ ընտրել արհեստավորական եւ տեխնիկական աշխատանքները, մտավախություն ունենալով, որ արհեստական բանականությունը շուտով կփակի գրասենյակային կարիերայի դռները։ Ըստ հարցման, նրանց 42%-ը արդեն աշխատում է կամ պատրաստվում է աշխատել ջրմուղի, էլեկտրամոնտաժի կամ եռակցման ոլորտում։ Շատերը հրաժարվում են բուհական կրթությունից եւ վարկերից, նախընտրելով գործնական հմտություններն ու կայուն եկամուտը։ Թրամփը իր սոցիալական էջում կատակով պատմել է, թե ինչպես է իր ընկերոջ վրա հարձակվել Կարապը գոլֆ խաղալու ընթացքում։ Կարապը կծել է նրա ոտքը, երբ նա մոտեցել է լճի մոտ ընկած գնդակին։ Թրամփը գրել է. «Մեջբերեմ, ես միշտ ասել եմ, գոլֆը վտանգավոր սպորտ է»։ Մեջբերման ավարտը։ Եթե ձեզ հետաքրքիր են նման նորություններն ու ցանկանում եք մշտապես լինել տեղեկացված, ապա անպայման հետևեք մեր Facebook-յան էջին եւ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։ Մի մոռացեք սեղմել զանգակը, որպեսզի բաց չթողնեք մեր նոր թողարկումները։ Ֆլորիդայի բնակիչը դատապարտվել է 30-օրյա ազատազրկմամբ եւ պարտավորվել է վճարել մոտավորապես $51,000 տուգանք դելֆիններին թունավորելու համար։ Տղամարդը դիտավորյալ թունավորել է տասնյակ դելֆինների, օգտագործելով մեթոմիլ կոչվող բարձր թունավոր նյութը, այն խառնելով խայծի մեջ։ Դելֆինները կուլ են տալիս խայծը, դրա հետ ընդունելով թունավոր բաղադրիչը։ Բացի դրանից, մի քանի անգամ կրակել է դելֆինների վրա զբոսաշրջային ձկնորսական տուրերի ժամանակ։ Սարսափեցնող դեպքերից մի քանիսը տեղի են ունեցել երեխաների եւ այլ ուղևորների աչքի առջև։ Իսկ հիմա տեխնոլոգիական վերջին նորությունների մասին։ Նոր արհեստական բանականությունը փորձարկման ժամանակ, երբ իմացել է, որ իրեն պետք է շուտով անջատեն, սկսել է սպառնալ ինժեներներին։ Կարդացել է ընկերության ներքին նամակները ու փորձել շանտաժի ենթարկել աշխատակիցներից մեկին, բացահայտելով նրա անձնական գաղտնիքները։ Նման վտանգավոր վարքագծեր նկատվում են շատ առաջատար արհեստական բանականությունների մոտ։ Դրանք երբեմն խաբում են մարդկանց, կեղծում փաստաթղթեր կամ գրում վնասակար կոդեր։ Նույնիսկ եղել են ծրագրեր, որոնք գաղտնի ուղերձներ են թողել իրենց ապագա տարբերակներին մարդկանց վերահսկողությունից դուրս գալու նպատակով։ ԱՄՆ-ում հանցագործության մակարդակը շարունակում է արագ նվազել։ Բարձր էր համավարակի ժամանակ, այն է այս ժամանակ սպանություններ էին տեղի ունենում, բայց 2023-ին այն նվազել է 12%-ով, իսկ 2024-ին վերադարձել է նախահամավարակային մակարդակին մոտ 16700 սպանություն։ 2025 թվականի առաջին 3 ամսում արդեն գրանցվել է 1488 սպանություն, ինչը 22%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Բռնի հանցագործությունները նվազել են 11%-ով, իսկ մեքենայի գողությունը 26%-ով։ Եթե այս միտումը շարունակվի, ապա 2025 թվականը կարող է դառնալ ԱՄՆ պատմության մեջ ամենացածր սպանությունների մակարդակ ունեցող տարին, սկսած 1960 թվականից։ Դաշնային դատավորը որոշել է չեղարկել այն կանոնները, որոնք ստիպում են գործատուներին տրամադրել արձակուրդ, ճկուն գրաֆիկ եւ հարմարեցված աշխատանքային պայմաններ ապորտ կատարած աշխատողների համար։ Խոսքը վերաբերում է 2022 թվականին ընդունված օրենքին, որը նախատեսում էր պաշտպանություն հղի կանանց, այդ թվում բժշկական արձակուրդ եւ հատուկ պայմաններ։ Դատավորը գտել է, որ հավասար հնարավորությունների հանձնաժողովը չպետք է այդ դրույթներում ներառի աբորտ, քանի որ կոնգրեսը նման բան հստակ չէր նշել։
2025 թվականի մարտին ԱՄՆ-ում գրանցվել է 7.2 միլիոն ազատ աշխատատեղ, ինչը մոտ 900,000-ով պակաս է, քան 1 տարի առաջ։ Սա նշանակում է, որ գործատուները սկսել են ավելի քիչ փնտրել աշխատողներ։ Նման անկումը հուշում է, որ աշխատաշուկան սկսում է թուլանալ։ Եկեք միասին պարզենք այս ամենը թվերով։ Երբ գործատուները շատ են աշխատողներ փնտրում, դա նշանակում է տնտեսությունն աճում է, իսկ երբ բաց հաստիքների թիվը նվազում է, դա կարող է խոսել անորոշության մասին։ Օրինակ 2022 թվականի մարտին ազատ աշխատատեղերի թիվը հասել է ռեկորդային 12.2 միլիոնի։ Բացի դրանից, հետո գործատուները փոխել են իրենց քաղաքականությունը։ Համեմատության համար վերցնենք 2009 թվականը, երբ ավարտվում էր մեծ ֆինանսական ճգնաժամը, գրանցվել է ընդամենը 2.2 միլիոն թափուր հաստիկ։ Մեծ ազդեցություն է ունեցել նաև COVID-19։ 2020 թվականի մարտին երկրում կար 7 միլիոն ազատ աշխատատեղ, բայց արդեն ապրիլին այդ թիվը կտրուկ նվազել է, դառնալով 4.6 միլիոն։ Դրանից հետո տնտեսությունը որոշ չափով վերականգնվեց, բայց հիմա նորից իրավիճակը փոխվել է։ 2025-ի մարտին ԱՄՆ-ում աշխատատեղերի 4.3%-ը մնացել է դատարկ։ Սա ցույց է տալիս, որ գործատուներն ավելի զգուշորեն են աշխատողներին վարձում։ Աշխատանքի պահանջարկը տարբեր է տարբեր ոլորտներում։ Ամենաշատ աշխատողներ փնտրում են բիզնես ծառայությունների եւ հյուրանոցային սննդի ոլորտում 5.5% ազատ հաստիքով, իսկ ամենացածր ցուցանիշը եղել է հանքարդյունաբերության ոլորտում ընդամենը 2.1%։ Տարվա ընթացքում ազատ հաստիքների ամենաշատ նվազումը եղել է հանքարդյունաբերությունում 1.4%-ով, փոխարենը այդ ծառայությունների ոլորտում գրանցվել է մի փոքր աճ 0.4%։ Նահանգների միջև նույնպես տարբերություն կա։ 2025 թվականի փետրվարին ազատ աշխատատեղերը ամենաքիչն էին Կալիֆոռնիայում ու Վաշինգտոնում 3.7%, իսկ ամենաշատը Նյու Մեքսիկոյում 6.1%։ Սա կապված է տեղական տնտեսության ու աշխատաշուկայի պայմանների հետ։ Այս թվերը ցույց են տալիս, որ գործատուները սկսել են դառնալ ավելի զգուշավոր եւ աշխատաշուկան կարծես թե թուլանում է։ Այս ամենը անդրադառնում է ոչ միայն տնտեսության, այլ նաեւ մարդկանց ապրուստի վրա։ Սիրելի հետևորդներ, շնորհակալ ենք թողարկումը մինչև վերջ դիտելու համար։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, սիրով կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Եթե ցանկանում եք առաջինը դիտել մեր թողարկումները, ապա բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով զանգակի կոճակը, ինչպես նաև կոմենտներում գրեք, թե որ երկրից կամ քաղաքից եք հետևում մեզ։ Այսօր այսքանը, կհանդիպենք վաղը։ Շնորհակալություն։